Ուրեմն ես ասեմ մի բան, որ էլ ոչ մեկ չի ասում։ Ինձանից իմ հարազատները նեղանում են, որ ես ճիշտ բաներ ասում եմ, բայց դե Աստված ինձ հետա տվե, ես պետք է ասեմ։ Ուրեմն ամեն ինչ ձեր աչքի առաջ է կատարվել ու կատարվում, բոլորդ էլ տենում եք, բայց չեք ասում։ Ես ասեմ, ամեն իշխանության մի բան թույլատրվում են անել։ Ամեն իշխանության մի բան թույլատրվում է անել։ Ուրեմն սկսենք ԽՍՀՄ-ի փլուզումից, որ մենք ստեղծել ենք անկախ պետություն, մեր իշխանություններին ինչ են թույլատրել անել։ Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի նկատմամբ ԽՍՀՄ ժամանակից ունեցված բոլոր ինչ կա չկա, սեփականաշնորհել։ Վաճառել, թե ոնց, լրիվ սեփականաշնորհել, որովհետև պիտի լինի կապիտալիզմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ պատկանում էր ԽՍՀՄ-ին, նրանց ժամանակ լրիվ ինչ կարողացան, ով շուստրի էր, ով ինչ կարողացավ, սեփականաշնորհեց։ Այսպիսով ԽՍՀՄ-ի վերջը տրվեց, ԽՍՀՄ-ի բոլոր ինչքան կառուցած բան կար, տրվեց ինչ-որ մարդկանց և վերջ։ Նրանից հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանին ինչ թույլատրվեց։ Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց անկախ պետության բոլոր ունեցվածքները ինչ ցանկանա էնել անի, ում ցանկանա նվիրի, ում ցանկանա վաճառի։ Ռոբերտ Քոչարյանը հենց այդպես էլ արավ։ Ամբողջ Հայաստանը մաս արավ, որը վաճառեց Ռուսաստանի վրա, որը եսիմ էլ ինչ-որ պետությունների վրա, լրիվ ընդերքա, բանա, ինչ կա չկա։ Նրանից հետո եկավ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանին ինչ թույլատրվեց։ Սերժ Սարգսյանին թույլատրվեց Հայաստանում բոլոր բիզնեսմենների վրա ոնց ասեմ, որ ճիշտ լինի, էլի, բոլոր բիզնեսմենները պետք է մուծվեին։ Սաշիկի սիրած 50-50 էլի։ Բոլոր բիզնեսմենների, ով կարողանում էր Հայաստան մի բան աշխատել, բոլորն էլ պետք է նրա հետ կիսվեին։ Բոլորը, չկա մեկը, որ ասի, ես մեկը չէ, են մեկը չէ, բոլորին դրել էր մեր լեզվով, իջևանի լեզվով ասած, թավանի տակ, թույլատրել են, այդ մարդը տենց անի, նույնիսկ Ղարաբաղում, ամբողջ Ղարաբաղում, ինչ կատարվել է Հայաստանում, նույնն էլ Ղարաբաղում, կրկնօրինակ արել են, լրիվ։ Հիմա անցնենք մեր վերջի իշխանությանը։ Մեր իշխանություններին ես վերջի, ասենք, մեր Թավշոտ հեղափոխությունից հետո ինչա թույլատրված։ Ձեր որ ասեմ էլի ասելու են Նիկոլին քննադատում, բայց ոնց սկսում եմ տենց այլի դառնում։ Կզացնել
կզացնել բոլոր հասարակ աղքատ ժողովրդին եւ թոշակառուներին։ Դա արդեն եվրոպական ստիլ է, էլի։ Ժողովուրդը բոլոր այդ աղքատ նասելենյան, թոշակառուները, այս մի բանա, սրեդնի կլաս, որ ասում են, միջին խավա, բանա, տենց էլի, բոլորին անխտիր ենթարկել պետությանը, կառավարությանը, ենթարկել եւ Ադե կզացնելը կոպիտ է, ես էլ գրական բառերը շատ ժամանակ մոռացել եմ արդեն, չգիտեմ, խեղճացնել, թույլ չտալ, որ այդ խավը զարգանա, թե ինչ, լավ իմանալով, որ այդ խավի համար դժվար է, ոնց ասենք Նիկոլ վարչապետը մեր հարգելի ասեց, անխելք են, անգրագետ են, մենք մեղավոր չենք, որ նրանք անխելք են, բանեն, դեսեն, դնեն, ու տենց բաներ էլի, չասեմ ժողովուրդ ջան, էդա, այս իշխանություններին էլ էդա թույլ տված, այդ ձևով ամրապնդել պետական ապարատը, Հիմա չգիտեմ, ճիշտը որն է եղել, Քորի վախտը, Քոչարյանի վախտը, Սերժի վախտը, թե Նիկոլի վախտը, ճիշտը որն է եղել, չգիտեմ, բոլորդ էլ տեսել եք, հենց տենց էլ եղել է, հենց տենց էլ կա, հիմա որը ձեզ հարմար է, Ենել հարմար թողլից ես, ինչ ասեմ ժողովուրդ ջան, իմ նենա ես ասեմ, իմ աչքիս տեսածը, անգաճից լսածը ասում եմ, ուրիշ ոչ մի բան է ես ոչ կուսակցական եմ, ոչ մեկի շահը պահողն եմ, ոչ մեկին փնողն եմ, ես ինչ տեսել եմ, տենում եմ, ասում եմ ուղղակի, իմ տեսածով, իմ լսածով, սրա նրա ասածները ինձ համար ոչ մի բան, ես չեմ կրկնում սրա նրա ասածները, երբեք չեմ կրկնում, դա ինձ հետաքրքիր չի, ես ուղղակի ինչ տեսնում եմ, ինչ լսում եմ, այդ մասին ասում եմ, իմ մակարդակով, կարող է սխալ եմ ասում, կարող է ճիշտ եմ ասում, դե մի ասում եմ,